Վերադառնալով այդ թմրաբիզնեսին ու այդ շրջանառության ծավալներին, հա իմ տպավորությամբ մեծացել է ու այստեղ պետք է հստակ արձանագրենք, որ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում, որպեսզի այս դեպքերը կանխարգելեն։ Այսօր Երևանի ցանկացած փողոցում կարելի է, ցանկացած պատի կարելի է հանդիպել այդ բաները, QR-ները, Telegram ալիքները եւ այլն։ Ես չեմ կարծում, թե աշխարհում այսպես թմրաբիզնեսի դեմ պայքարի հաջողված օրինակներ չկան։ Վստահաբար կան այդ օրինակները, բայց դրանք կիրառելու բավարար այսպես կոմպետենտություն չկա։ Ես անկեղծ վաղուց արդեն այսպես թող մեզ ներեն ոստիկանության են ծառայողները, որոնք իսկապես սիրում են իրենց ծառայությունը եւ իսկապես նվիրված են իրենց ծառայությանը, բայց ես չեմ հավատում, որ Հայաստանի ոստիկանությունը կամ օպերատիվ այլ ստորաբաժանումներ ունեն բավարար կոմպետենտություն այս հարցը լուծելու, կանխարգելելու։ Մյուս կողմից էլ չկա դրա համար բավարար քաղաքական կամք։ Այս իշխանության ներսում անգամ մարդիկ կան, ովքեր խոսում են օրինակ մարիխուանայի օրինականացման անհրաժեշտության մասին, բերելով էլի ինչ-որ օրինակներ, որ իբրև թե այդ օրինականացումը նպաստում է, որպեսզի ծավալները վերահսկեն եւ այլն եւ այլն։